Ընտրարշավը, ահավորը, դուրս չի գալի։ Ներկա քայլերով մենք կարող ենք մեր փոքր Երևանն էլ կորցնենք անգամ։ Կարելի է մի քիչ ավելի կորեկտ լինել իհարկե։ Հետևում եք նախընտրական քարոզարշավին Հայաստանում։ Ահավորը, այդ ընտրարշավը, ահավորը, ներվային, չար, բայց ես չի բացառում, որ տենց էլ պետքա լինի։ Նորմալ եմ վերաբերում, պետքա մի քիչ դիմանանք դա անցնի գնա, ինչ ասեմ։ Ձեզ ինչն է նյարդայնացնում օրինակում խոսույթը կա ինչ-որ քաղաքական գործիչ, որ իր խոսքից նյարդայնանում եք։ Ընդհանուր մթնոլորտից եմ ներվայնանում։ Նախընտրած ունեք արդեն ում եք ընտրելու հունիսի 7-ին։ Ով եք ասում։ Գործող իշխանություններին։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, խոսույթները ձեզ դուր են գալիս։ Չէ։ Բայց արդեն նայում ենք իր արած գործերին։ Օրինակ տարբեր բնութագրումներ է տալիս, օրինակ Կալուգացի Սամո, Ռոբիկ, Սերժիկ, Ես ասում եմ, գիտեք ոնց, ես տեսնում եմ, որ շատ երկրներում ա տենց արվում, նույնիսկ դեմոկրատական։ Մենք մի քիչ հայերս նենց հոգեբանություն ունենք, մտածելակերպ, որ մենք ապրում ենք կղզու վրա։ Բայց դա այդպես չի։ Մենք էլ ես մեծ աշխարհի շարունակություն ենք, նենց չի, որ այդ ամենը Հայաստանում է։ Դուրս չի գալի, բայց նենց չի, որ այդ ամենը Հայաստանում է մենակ։ Այո, Կալուգացի, նրանք էլ են ինչ-որ բաներ ասում, բոլորը իրար արժեն։ Ես ասեմ, բոլորից զուսպը իրան պահում է Ծառուկյան Գագիկը։ Ճիշտ եմ ասում, իսկ մնացածը չի։ Իսկ իրեն չեք ընտրի այդ պարագայում, ասեցիք իշխան։ Ռուսամետին երբեք։ Ինչն է ձեզ դուր գալիս կամ դուր չի գալիս նախընտրական շրջանում։ Խոսույթները լսում եք, իրար հետ ոնց են շփվում։ Ну սովորական նախընտրական արշավ է, ինչ-որ բան ոչ դուր է գալի, ոչ, ну կարելի է մի քիչ ավելի կորեկտ լինել իհարկե, բայց սովորականի պես նկատի ունեմ այլ երկրներում, որ նայում ենք, ոնց որ ավելի դաժան եւ ավելի կոպիտ արշավներ են լինում։ Արդեն որոշել եք իսկ ընտրությանը ով է լինելու ձեր թեկնածուն, կա այդպիսի քաղաքական։ Այո, իհարկե, կա։ Գաղտնիք է, չեք ասում։ Այո, դեռ գաղտնիք է։ Իսկ որ այսպես գնա ավելի թեժանա իրավիճակը, ինչ կարելի է սպասել, օրինակ կանխատեսում եք այդ ժամանակահատվածում, անդադ ձերբակալություններ են լինում, կաշառքի գործեր են բացահայտվում։ Դուք դա կապում եք նախընտրական արշավի հետ։ Կաշառքի հետ կապված գործեր են բացահայտվում, օրինակ ենթադրելի է, որ գուցե ընդհատվի, մարդիկ ասում են գուցե այսպես թեժանա ընտրությունները ընդհատվի տեղի չունենա, ինչ կա։ Ну ճիշտ ասած, այտենց այդ գծով կանխատեսում չունեմ, ես չէի կապել։ Ես կարծում եմ բնականon գործընթաց է։ Չէի ուզի կապեմ, լավ սենց ասեմ, նախընտրական արշավի հետ։ Օրինակ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ մարդկանց թիրախավորում է, օրինակ դա ձեզ դուր է գալիս, Կալուգացի Սամո, Ռոբիկ, Սերժիկ։ Նայեք, ես դա կարծում եմ նույն ձևի ինչ-որ պոլիտտեխնոլոգիա է, ոնց որ եւ ամեն տեղ, ամեն երկրում, ասենք մենք մի 2 տարի առաջ նույն Ամերիկայի արշավն էինք, չէ, հետևում, նույն ձևի Ֆրանսիայում էր, նկատի ունեմ դա ինչ-որ պոլիտտեխնոլոգիա է, որը կիրառվում է եւ ինչու՞ չէ աշխատում է։ Լսում եք, այսինքն ձեզ համար նորմալ է դա լսել այդպիսի խոսույթներ քաղաքական գործեր։ Ինչ ազնագում լսում եք։ Հետևում եք, այսինքն նորմալ եք համարում այս process-ը, ինչը։ Ես համարում եմ դա պոլիտտեխնոլոգիայի մաս։ Օրինակ համբալ ասեցին միմյանց քաղաքական գործիչները, ամենօրյա ռեժիմով միմյանց Համբալ են ասել։ Այդ չեմ լսել։ Այդ չեմ, դե չէ, դա կոռեկտ չէ։ Համբալ, ստախոսներ, սրիկաներ, ինչի դուք մեռած չեք, օրինակ Արցախ։ Հիմա եթե ձեր հարցը այնա, որ դա արդյոք գեղեցիկ է, ճիշտ է, ընդունելի է, իհարկե ոչ, բայց ես ուզում եմ շեշտեմ, որ դա ինչ-որ պոլիտտեխնոլոգիա է, որը որ կիրառվում է ու կիրառվում է ամբողջ աշխարհում, եթե դուք մի քիչ մանրամասն նայենք։ Նախընտրական քարոզարշավին հետևում եք։ Անպայման։ Եվ ինչն է ձեզ դուր գալիս, ինչը դուր չի գալիս քարոզարշավի ընթացքում, որ ուժն է ձեզ դուր գալիս։ Ինչպես են շփվում քաղաքացիների հետ, միմյանց հետ։ Շատ նորմալ։ Շատ հաճելի, շատ լավ, մեր ամեն ինչը շատ լավ է։ Մենք գոհ ենք մեր երկրից, մեր վարչապետից։ Հետևում եմ։ Ձեր կարծիքը ինչպիսին է, օրինակ Նիկոլ Փաշինյանի խոսույթը, Սամվել Կարապետյանի, Ռոբերտ Քոչարյանի։ Ոչ ոքի չեմ ընտրի։ Ինչի՞, ինչն է խնդրում։ Ես տեխնացի չեմ տեսնում այդտեղ։
Նույնիսկ երկրի ղեկավարին Նույնիսկ առավել եւս։ հետևում եք նախընտրական քարոզարշավին Հայաստանում։ Չէ, Չի հետաքրքրում ձեզ։ ջղայնացնում է շատ։ Ում խոսույթն է օրինակ ջղայնացնում այս ժամանակահատվածում, որ լսում եք։ Ինքը իրականությունն է ջղայնացնում, ոչ մեկի խոսույթը չեմ լսում։ Ջղայնացնում է ներկա իշխանությունը, Ինչու Բայց- ձեզ նյարդայնացնում, ջղայնացնում, ինչն է ձեզ անհանգստացնում ներկա իշխանությունների արև։ ինձ անհանգստացնում է մեր ուղղվածությունը ու վախը ապագայի նկատմամբ։ Ներկա քայլերով մենք կարող է մեր փոքր Երևանն էլ կորցնենք անգամ։ Դա իմ անձնական կարծիքն է։ Ուղղվածությունը ո՞րն է ձեզ համար։ Ինչ եք հասկացել, իշխանությունը ինչ է ուզում անել։ Դժվարանում եմ ասել ներկա ինչ է ուզում ներկա իշխանությունը, բայց ինչ քայլեր է անում, համենայն դեպս մենք միայն հələ որ հողեր ենք կորցնում, տարածք ենք կորցնում, սիմվոլներ ենք կորցնում, որ մեր ինքնությունն է այդ սիմվոլները եւ վերջին այս ելույթները մեր վարչապետի ծիծաղ են առաջացնում ու հասկանալի չի ինքն է մեզ ձեռառնում, թե մենք ենք ուղղակի իր վրա ծիծաղում, ավելի շատ նման է նրան, որ ինքն է մեզ ձեռառնում, առողջ մարդը այտենց հայտարարություններ չի կարող անել, Ընտրությունների կգնաք այսքանից։ անպայման, Իսկ ունեք նախընտրած ուժ արդեն։ այո, չեմ ասի։